451 թվականին Ավարայրի դաշտին մեջ տեղի ունեցած պատերազմը հայոց պատմության մեջ ծանոթ որպես Ավարայրի ճակատամարտ քրիստոնյա հայու ինքնության վերահաստատման ու ամրապնդման, ինչպես նաև որպես հայ ազգ ազատորեն ապրելու ու ստեղծագործելու վճռականության պատերազմներ։ 451 թվականի Ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ բասն հավատով և բասն հայրենյաց նշանաբանով, իդեալով, գաղափարախոսությամբ և գիտագից հանձնարարությամբ ու նահատակությամբ։ 451 թվականի Ավարայրի պատերազմը մղվեցավ Վարդանի սուրով և Ղևոնդ երեցի խաչով։ Ավարայրի դաշտին վրա եկեղեցի ու հայրենիք, հավատք ու պետություն, իրարու հետ սերտորեն շաղախված մղեցին հայ ժողովրդի գոյության, հավերժության պատերազմը։ Եվ այսպես, Վարդանանց պատերազմով ներշնչված, Վարդանանց ու Ղևոնդյանց հավատքով բրգված և ազատորեն ապրելու հայ ժողովրդին հավաքական կամքով բրգված տեղի ունեցան մեր պատմության բոլոր ժամանակներու հայտնի թե անհայտ պատերազմները, բասն հավատով ու բասն հայրենյաց։ Այս հավատքի հավարանքը ու ազգային գաղափարախոսական սկզբունքը դարձավ կենդանի բնապան և ուղեցույց մեր ժողովրդի փառավոր դակտավալից պատմության։ 451 թվականին Ավարայրի ճակատամարտի ոգին ու դեսպականը, հավատք ու գիտակից նահատակությունը կամար գավեց մեր ժողովրդի կյանքին բերել և մեր ժողովուրդը առաջնորդեց թեպի հավատքի բրգում ու հավատարմություն և ազգային իդեալներու ու սրբազան նպատակներու համար գրվելու ու անուն թափելու գիտակից հանձնարարություն։ Արդարորեն ըսված է, թե Վարդանանց պատերազմը կշարունակվի։ Այո, կշարունակվի։ Այսօր Ավարայրի դաշտը ընդարձակված է, անցյալը հիշել չի նշանակել միայն
Հավիններ ընբռնումով հիշել ու անցնել։ Անցյալը հիշել կնշանակե անցյալը ապրիլ իր դակտամով, հավատքով, ոգիով ու տեսլականով։ Անցյալը հիշել կնշանակե անցյալը հիշեցնել իր տեսլականով ու պատկամով։ Բայց այն ժողովրդին, որ անցյալը կնկատե անցած, անցած իր ոգիով, հավատքով, տեսլականով, հանցնարությամբ, բայց այն ժողովրդին, որ անցյալեն եկող և մեր սուրբերուն աղոտքով, նահատակներու արյունով շարախված մեր խորհրդանիշները, իդեալները, տեսլականները, մեր ազգին հավատքը գպահե փոշիներուն տակ ծածկված, ազգը գաբրի ու գեքոյադևե իր սրբազան հավատքով, իր ազգային վեհ իդեալներով և իր ազգագերծ ու հայրենագերծ խորհրդանիշներով։ Այսօր Վարդանանց ու Ղևոնդյանց հիշատակը նշել մեր ժողովրդին համար ի Հայաստան և սփյուռս աշխարհի կնշանակե հավատարիմ գտնվել Վարդաններու ու Ղևոնդներու սրբազան գետակին, որևէ ժամանակ ավելի այսօր մեր ազգը հրամայական գաղիքը ունի նոր իմն Վարդաններու ու Ղևոնդ երեցներու, որոնք սուրով ու խաչով, անխոսքով, հավատքով, հայրենիքին համար գրվելու կամքով Հայաստանը ու մեր ժողովուրդը ամեն բանևեր նկատող մեր հավաքական կամքով գրվելու ու արյուն թափելու սրբազան նախանցախնդրությամբ այսպես եղավ Վարդանանք ու Ղևոնդյանք։ Այսօր այս է պատկամը Ղևոնդներու ու Վարդաններու։ Ապրիլ, գործել, ստեղծագործել, վասն հավատով, վասն հայրենյաց, այժմ և միշտ և ամիտյանս ամիտենից ամեն։